Բայց օրինակ առավոտները, որ ես դուրս եմ գա։ Չէ, սա մեր 47-ն։ Ուրա գնում։ Եռաբլուր։ Էսի 47-ն, մենք 36-ն։ Բայց ուրա գնում։ Եռաբլուր։ Միջ վերջին կանգ առնա։ Տենա եկավ 36։ Դե գնացինք 36։ Բարև ձեզ։ Ես ձեզ։ Հա դե թող գաղ կանգնի։ Ասմա կանգ առում։ Տեսակ, մեծ ավտոբուս եկավ։ Դե ասեք, որ դասավորած չի, ես ամեն ինչը։ Կարակ ասեք, որ դասավորած չի։ Ասենք ուղղակի կհավատա։ Դիմացից պետք է անստենք։ Իզուրել ես քանեկան։ Ոնց չենք տեղ անի, շատ լավ էլ տեղ կան։ Հսկայական։ Ներողություն։ Հա։ Դիմացից, ոնց որ կարգն է։ Բարև ձեզ, եղբայր, սա ձեզ։ Գալիս եք հարավարի մտան թաղամար։ Բարև ձեզ, լավ եք։ Բարի լույս։ Լավ եք։ Լավ եղբայր, բարև ձեզ։ Մի րոպե, կներեք։ Հաստատված է, վերջ։ Բարև ձեզ, լավ եք, լավ որ ձեզ։ Նվիրեմ ձեզ մի հատ սրանից։ Լավ եք։ Բարև ձեզ։ Տեղավորվեցիք ժողովուրդ։ Հələ հեսա շարժվենք։ Տիկնակ նստեք։ Չէ դուք նստեք, հա, ճիշտ է։ Եկեք նստեք։ Ոչ մեկ չի ուզում նստեք։ Տիկին Բաղդասյան նստեք։ Ոչ մեկ չի ուզում նստեք։ Սա ձեզ նվիրեմ։ Լավ որ ձեզ։ Լավ եք, լավ է ձեր տրամադրությունը։ Տեղավորվեցիք, թե չտեղավորվեցիք։ Բավականին դիմացի, չէ։ Բայց որ գաք նստեք, Տիկին Ջուլակյան, եկեք նստեք, մենք քայլ ենք մի քիչ։ Էլով կարա նստել։ Տիկին Բաղդասյան դուք էլ նստեք, էլի։ Ձեզ արդեն նվիրեցի, չէ։ Բարև ձեզ եղբայր։ Լավ եք։ Լավ են գործերը, տրամադրությունը նվիրեմ ձեզ մի հատ սրանից։ Հաճույքով։ Շնորհակալ եմ շատ։ Ոչինչ, բայց ես ինչ որ բան կավրեմ, մի հատ ուրիշ տվեք, էլի։ Մի հատ պին, 41 պին, 40։ Սոսին ձայն։ 40։ Արմեն, պին տուր։ Կներեք, որ լավ ելնեն։ Շնորհակալ եմ, լավ որ ձեզ։ Բարև ձեզ, լավ եք, նստեք։ Չէ, ոնց։ Լավ եք, լավ են գործերը, տրամադրությունը լավ է, նվիրեմ ձեզ սրանից։ Շնորհակալ կլինեմ։ Այս իմ ձեռքով փակցնեմ, լավ է։ Մենակ եղանակը փոխվի ավելի լավ կլինի։ Էսա կփոխվի։ Այս մեկ այդքան էլ լավ է, չէ՞, մի հատ բան արեք, ֆայլ։ Բարև ձեզ, եղբայր, լավ եք։ Լավ է ձեր տրամադրությունը, նվիրեմ մի հատ սրանից։ Իմ ձեռով փակցնեմ, եթե դեմ չեք իհարկե։ Լավ եք, բարև ձեզ։ Լավ եք։ Կարելի է նվիրել ձեզ, իմ ձեռով այստեղ, ամենահարմար տեղը էս է, ինձ համար դուք արդեն ունեք, լավ եք։ Բարև ձեզ, ծանոթացաք արդեն։ Ինքը Արագածոտնի մարզպետի տեղակալն է եւ պատգամավորի թեկնածու քաղաքացիական պայմանագիր կուս կարելի է ձեզ նվիրել։ Իմ ձեռով փակցնեմ, այս ձեզ շատ հարմար օձիք ունեք, սենց դեպքերի համար։ Լավ եք։ Բարև ձեզ, լավ եք, լավ է ձեր տրամադրությունը, կարելի է ձեզ նվիրել սրանից։ Իմ ձեռով փակցնեմ, թե դուք իմ ձեռով շատ լավ ստացվեց, սազում է շատ։ Տես, պարոն Ալեքսանյան, ասում եք չենք տեղավորվի, տեսակ ոնց տեղավորվեցին։ Այս մեր ուրախ ավտոբուսի չափի ավտոբուս է, հələ կարող է մի քիչ էլ ավելի մեծ։ Լավ
լավ հասկանալ ինչ անել, կարող անել նորից էլ այս ճիշտ հասկանալ ինչ անել։ Լաբորատորիայում ոսր կարա դրանք հասիկ կա դրանից է թե չէ։ Այս ավտոբուսի սարակրատես բանը։ Ինչ թերություն ունեն, պարոն Թորոս։ Վայ։ Էս սենց պետք է գնար։ Չնայած մեզ համար տարբերություն չկա որ գնա։ Մեծ հաշվով։ Բարև ձեզ։ Լավ եք։ Լավ որ ձեզ։ Ինչի։ Խնդրում եմ ասել։ Որտեվ ավտոբուսը շատ երկար է գնում 10 րոպե։ Որտեղից եք եկել։ Բան նկատի ունեմ ինչքան է տևել դեր ճամփորդությունը։ Պան Փավողջան լսեցիք, բողոք։ Ավտոբուսի շարժի արագության հարց են բարձրացնում մարդիկ։ Տիկինը ասում էր դանդաղ է շարժվում ավտոբուսը, ավելի արագ է ուզում որ շարժվի։ Մի հատ եկեք նստենք գոնե տեղ բացենք էլի, լավ։ Ընդամենը 3 օր մնաց, 3 օր եւ Չէ, նկատի ունեմ 3 օրից կստանաք։ Ամենազարմանալին գիտեք որն է, որ քաղաքացիներ ենք հանդիպում, ասում ենք դե թոշակը բարձրացել է, բան, ասում են դե տեսնենք, բան, ասում են բայց ժողովուրդ ջան, ինչը տեսնեք, ասել ենք ապրիլի 1-ից, ուրեմն կլինի ապրիլի 1-ից։ Դուք էլ թերահավատություն ունեիք։ Ներողություն եմ խնդրում։ Դուք քանի տարեկան եք։ Երբ մայիսից դառնալու եք նաև առողջության ապահովագրության շահառու, այդ նշանակում է, որ ահագին ծախս, որ անում եք կամ կարող եք անել առողջապահություն դեղերի եւ այլն, իհարկե ոչ բոլոր դեղերի, բայց որոշ դեղերի բանը էտել են փոխհատուցվելու է, որովհետեւ սպառողական զամբյուղի մեջ դե գիտեք այդ հաշվարկները միշտ ինչ որ մի չէ դե ինչ որ մի մեթոդաբանություն ունեն հիմա կարելի է տենց էքսպերիմենտ անել թե ինչքան էր մեր վիճակը 61000 այսինքն դա կոչվում է սպառողական նվազագույն զամբյուղ բայց նվազագույն հա բա դե բա նվազագույնի մասին է խոսքը Հիմա եւ արծաթունով այս ինչ հետաքրքիր երթուղով է գտնես Հələ որ մտածում, տեսեք, մենք, չէ, կներեք, բայց մենք եկեք տենենք ճիշտ արձանագրենք ինչ խնդիր ենք լուծել։ Նախ մենք 2018 թվին նվազագույն թոշակը եղել է 16000 դրամ։ Մենք եկել ենք կրկնապատկել ենք նվազագույն թոշակը, հետո խնդիր ենք դվել նվազագույն պարենային զամբյուղին համապատասխանեցնել նվազագույն թոշակը։ Սա ինչ է, սա նշանակում է, որ Հայաստանում այդ պահից չի եղել թոշակառու, որը կալորիա չունենա բավարար իր նվազագույն կենսագործունեությունը ապահովելու համար։ Այդ խնդիրը մենք որ թվին լուծեցինք, դա 22 կամ 23 թվականին։ Այս փուլով արդեն մենք նվազագույն սպառողական զամբյուղ մի մակարդակ բարձրացրինք եւ մեր հաշվարկի մեջ մտնում է նաեւ անկանխիկ առևտրի համար դեպքում հետ վճարը, որը գումար է կոնկրետ։ Եվ հիմա մենք այդ ցուցանիշին հասել ենք, հիմա հաջորդ քայլով, հետագա քայլերով արդեն նենց կանենք, որ խոսանք մի քիչ ավելի լավ ապրելու մասին թոշակա։ Այո, իհարկե։ ինդեքսացիան որ կանենք, հետո հիմա միջին կենսաթոշակը եթե առաջնային ծախսը Հիմա ձեզ չեն լսում, սենց։ Հա, լավ։ Առաջնային կարևոր ծախսերը, անկարևորները բայց ասենք պետության շեշտի նկատում են, որ անկարևոր ծախսը շատ է արվում, որը կարելի է Օրինակ
թիքս ճոխ միջոցառում, եթե մենք այդքան հարուստ երկիր։ Տեսեք, Ինչ ենք այդքան ճոխ։ օրինակ տեսեք, ճոխ միջոցառում, օրինակ որ միջոցառումը։ Ցանկացած։ Հիմա օրինակ տեսեք, մենք այդքան քննարկման առարկա դարձավ, օրինակ, երբ որ ժամանակին Snoop Dogg-ին մենք հրավիրեցինք եւ իրան ահագին փող ծախսեցինք, բայց այն ժամանակ Ղարաբաղի իրադարձությունների պատճառով ստիպված եղանք հետաձգել։ Դրա պատճառով մեծ աղմուկ եւ բան բարձացավ եւ մենք հասկանում էինք, մենք սուս ու փուս գնացինք, շարունակեցինք եւ այն ընկերությունը, ով պետքա Snoop Dogg-ի համերգը կազմակերպել, ինքը եկավ մեզ ասեց, այդ գումարը հետ մի վերցրեք, ես համարժեք մի հատ համերգ կկազմակերպեմ։ Մենք համաձայնվեցինք եւ ինքը գնաց եւ պայմանավորվեց Ջենիֆեր Լոպեսի հետ։ Ջենիֆեր Լոպեսի համերգը կայացավ, ով կհիշի մենք ինչքան գումար ենք 7 միլիոն, եթե չեմ սխալվում։ Չէ։ Ժողովրդովա հիշում Ջենիֆեր Լոպեսի համերգի համար ինչքան գումար ենք հատկացրել։ Հա, 6 միլիոն դոլար։ 6 միլիոն դոլար, դա որ այս կետում կանգնենք, ձեր ասած ճոխ միջոցառումն է։ Բայց այդ ծախսի արդյունքում Հայաստան եկավ մոտավորապես 15000 զբոսաշրջիկ։ Այդ համերգի արդյունքում, երբ որ մենք հաշվում ենք այդ ծախսերը, այդ 6 միլիոն դոլարը հետ է եկել, այսինքն գնացել է փոքր եւ միջին եւ խոշոր մարդիկ մտել են հաց են կերել, տրանսպորտ տաքսի են նստել եւ այլն, եւ այդ ամեն ինչի արդյունքում հարկեր են գեներացվել եւ դրա արդյունքում այդ թվում դրա արդյունքում որ մենք հնարավորություն ենք ստացել ձեր թոշակը այս տարի ավելացնենք, որովհետեւ գիտեք ինչ, այստեղ մի հատ նրբություն կա, կառավարության խնդիրը հետեւյալն է, որ ինքը գումարը այն ճանապարհով հասցնի թոշակառուին, որ այդ գումարը ճանապարհին նորից գումար բերի։ Եվ դա շատ կարևոր նրբություն է։ Եվ նաև տեն ծախսերի արդյունքում է, որ բոլոր միջազգային ներդրումը, այո, եւ այդ ծախսերը բոլորը իրանց էֆեկտը ունենում են, իրանց էֆեկտ այլ բան, որ այդ ծախսերը արվեն որակով։ Հիմա ասենք օրինակ, եթե արդյունքում ստացվեց, որ Ջենիֆեր Լոպեսի համերգը ոնց որ թե ավելի մեծ արձագանք ստացավ, քան կստանար Snoop Dogg-ի համերգը։ Ես նկատի ունեմ, դուք կարող եք մտածեք, նայեք հեռուստացույցի առաջ, ասեք հələ ես ինչով է զբաղված այս կառավարությունը։ Փոխանակ մեր թոշակառուների հոգսերով զբաղվի, Ջենիֆեր Լոպեսի համերգ է կազմակերպում։ Բայց Ջենիֆեր Լոպես Ես դրա համար ձեզ ուզում եմ ներկայացնեմ, որ դուք ճիշտ հասկանաք, բայց այդ համերգի, ոչ միայն այդ համերգի, բայց այդ համերգի եւ այդ համերգի բերած փողի պտտվելու արդյունքում է, եկամուտների արդյունքում է, որ մենք սպասվածից միջազգային կազմակերպությունների կանխատեսածից ավել տնտեսական աճ ունեցանք, որը պարզ դարձավ փետրվարի։ Եվ երբ որ մենք տեսանք, որ կանխատեսված 5.2-ի փոխարեն մենք ունենք 7.2% տնտեսական աճ, մենք ասացինք մի րոպե, մենք կանխատեսվածից ավել ենք, ուրեմն մենք մեր թոշակառուն պետքա տնտեսական աճը իր կյանքում զգան։ Միայն այս տարի 80 միլիարդ դրամ, այսինքն 200 միլիոն դոլար Բանի վրա, 200 միլիոն դոլար մենք այս տարի գումար ենք ծախսելու թոշակների ավելի, մենակ այս տարի ավելացրած։ Ու մենք ինչ ենք խնդրում, որ միշտ հաշվի առնվի։ Տեսեք, օրինակ մենք կուզենք թոշակառուների թոշակը շատ ավելի բարձրացնենք։ Այստեղ խնդրեմն ինչ է։ Չէ, ուրիշ բան եմ ասում, բայց թոշակառուների թիվը մենք շատ մեծ է, հասկանում եք։ Իրան չէ, բայց պետք է, չէ, մենք ձեր ազգանունը ինչ է։ Տիկին Ավետիսյան, մենք շատ ուզում ենք, բայց մենք կարող ենք, մենք պետք է այնպիսի գումար բարձրացնենք, որ մենք համոզված լինենք, որ մի անգամ բարձրացրինք, դա արդեն տարիներով, տասնյակ տարիներով մենք պետք է հաշվարկենք, որ պետության եկամուտները այդքան լինելու են։ Իսկ որպեսզի պետության եկամուտները այդքան լինի, մենք զուգահեռ նաև ինչ ենք անում։ Մենք նաև ավելացնում ենք պաշտոնյաների վարձատրությունները, որ պաշտոնյաների նկատմամբ հակակոռուպցիոն քաղաքականությունները ավելի խիստ լինի, որ այն տեղերը, որ բանի նման ճեղքեր կան, որ պետական ծախսերը որակյալ չեն լինում կամ ծախսերը, որ այդ ճեղքերը փակվեն, որ այդ կաթսայի մեջ գումարը ավելի տեսանելի լինի, որ մենք կարողանանք, հիմի մենք արդեն ձեր առաջ ստանձնել ենք մի բան,
Դանդաղ, դատվում են, բայց դանդաղ։ Ես դաշնային չեմ, ես չեմ ուզենա չունայինից կանոնայից, բայց եթե մի երկրորինակի պիսի դա դաս որ ոչ ոքը չի էլի գնար հայր հասկանում եք, ոչ թե որ ես ուզենամ հայրենակիցը բան։ Այո։ Բայց մի դաս պիտի լինի, որ Ես հասկանա, որ ասես գողը ոնց է, որ եթե ուզենա գողանա, ձեռքը հետ քաշի, ստացի, որ իրան Շատ հետաքրքիր է, բայց Դե որ հետաքրքիր է կարող եմ ձեզ նվիրել մի հատ սրանից։ Լավ է։ Տիկին Ավետիսյան, ես խնդրում, դուք ճիշտ եք ասում։ Մի մոռացեք ընդհանրապես, միշտ ես իմ խնդրանքը ձեզ, որ դուք քնում արտանում եք, նպատակ դրեք ձեր առջև, որ իմաստը պետք է լավ ապրեք, ողորմելի վիճակում չպետք է լինենք, որ մենք ոնց որ վպարտանում ենք, որ հայերի խելացի ազգենք, ճանաչված ենք եւ այլը, այդտեղ դրսի մարդիկ մեզ նայեն, որտեղ ռուսը մեզ նայի, որպես երրորդ։ Բայց չեն նայում։ Ոչ, տեսեք, հիմա Երևանում բազմաթիվ ռուսներ, գիտեք, ես ձեզ մի բան ասեմ, արդարությունը ճիշտ բան է։ Հիմա եկեք ռուս բազմաթիվ բլոգերներ կան, որոնք բլոգներ են վարում Երևանի եւ Հայաստանի մասին, բարև ձեզ։ Լավ է։ Չէ, Տիկին Ավետիսյան, բանա փոխվում։ Մի հատ խնդրում եմ նայեք ռուս բլոգերները ինչ հիացմունքով են խոսում Հայաստանի մասին, ինչ հիացմունքով են խոսում։ Չէ։ Նրանք մեզ լսարան ունեն։ Մեր հյուրասի, մենք կողքնենք, բայց մենք հյուրասի մենք չունենալու հնարավորություն հյուրասեր ասենք։ Լավ եք դուք։ Ես Ոնց են գործերը։ Առողջության ապահովագրությունից օգտվել եք արդեն։ ձեզ տեսություն մի մոռացեք մեր ազգի մասին։ Չենք մոռա։ Նպատակ դրեք, որ մեր հայազգը պետք է Լսեք, ոնց կարանք մենք մոռանալ։ Ոնց դուք կարանք։ միշտ հիշեք։ Շնորհակալ ենք շատ ձեր անկեղծության համար եւ մեր ավել պակասի համար էլ ներողամտությունն ենք ձեր հայցում եւ համբերություն։ Ինչ ենք անում։ Հետելա։ Ամեն մեկս մեր գործով ենք սպասում։ Շնորհակալ։ Ձեր ընտանիքի անդամ, բայց ձեզ նվիրեցինք, բայց մի րոպե։ Սա ձեզ։ Շնորհակալ։ Լավ է։ Հենց ստեղից կխոսենք, ստեղից կշփվենք։ Ինչպես եք։ Լավ այսինքն։ Այդ իմիջայլոց սփյուռքահայերի շրջան Հայաստանում հիմնական պատասխանը ոչինչն է, չէ՞։ Ինչպես է ոչինչ, բայց Սփյուռքում Հայաստանում էլ է դա տարածվում, մի հատ տենց արտահայտություն կա, ասում են լավ ասենք, որ լավը լա, լավ ասենք, որ լավը լա։ Լսել եք տենց արտահայտություն։ Կա դեռ տենց բան, իմիջայլոց այդ տրամա, բայց մեր մոտ օրինակ ոչինչը Ոչինչը մեր մոտ ինչ է նշանակում, նորմալ է նշանակում ոչինչը, չէ՞։ Ոչինչը ինչ է նշանակում, որ ասում ենք ոչինչ, այդ նշանակում է։ Տաքսիբե, ճիշտ է, տաքսիբե։ Հիմա հույս ունեմ դուք տեղյակ եք, որ առողջության ապահովագրությունից օգտվում եք։ Չեք օգտվել դեռ։ Չէ, տեղյակ եք, թե չէ, բայց դա լավ է, մենք ուզում ենք Աստվածտա դուք դրա կարիքը չունենաք, բայց եթե հանկարծ անհրաժեշտություն լինի, իմացեք, որ այդ հնարավորությունը կա։ Էսա մոտենամ ձեզ։ Մի հատ պին տվեք։ Ես մի հատ սա ձեզ նվիրեմ, էլի, խնդրում եմ։ Այո, լավ եք։ Բարև ձեզ, լավ եք։ Ոնց է ձեր տրամադրությունը։ Այո, ուրախ է, որտեղ դուք կաք, պետք է այդ ավտոբուսը ուրախ լինի, մեր ցանկությունը դա է։ Ձեզ հետ միասին։ Լավ եք, լավ է տրամադրությունը։ Շնորհակալ ենք ձեզ ամեն Ինչի համար օրինակ։ Ամեն ինչը։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ։ Դուք անում եք ճիշտ եք անում։ Շնորհակալ եմ։ Ուրախ եմ, որ ժպիտով հիմա կարելի է էլ ոչ մի բան չխոսալ, որ ձեզ տենց լայն ժպիտով տեսնում են եւ ձեզ արդեն Ամեն ինչ սպասում ճիշտ ասած։ Դոմիկից էլ նվեր ստացա, ես էլ նվեր ուրախ եմ։ Քանի թորնիկ ունեք։ 4 Աստված պահի։ Մանկապարտեզ, դպրոց։ դպրոցական։
Իսկ դպրոցը նորմալ վիճակում է։ Դե Երևանում այդ դպրոցներ կան, որոնք պետք է կառուցենք դեռ հիմնանորոգ են։ Ես հետևում եմ այդ ամենին։ Շատ ուրախ եմ, որ բարգավաճում է Երևանը։ Ուրախ եմ։ Դե խնդիրներ էլ կա, բայց էլի ես ուզում եմ, որ մենք մի բան արձանագրենք, աշխարհում տենց երկիր չկա, տենց քաղաք չկա, որտեղ խնդրեմ չկա։ Մենք պետք է ունենանք իրականում այո, իրականում այո։ Պրոբլեմը լինի, լուծես պրոբլեմը հաճիկ ստանա։ Ընդ որում այդ իմ շատ եմ ասում, հաճախ եմ ասում, դա իմ ես իմ փորձով եմ դա տեսել, որ երբ որ մի խնդրեմ լուծում ես, քեզ թվում է այս խնդրեմ լուծեմ ու վերջ, բայց դրանից հետո գալիս է 3 հատ նոր խնդրեմ։ Այո։ Եվ կարևորն է նա, որ հետեւական աշխատանք լինի, որ այդ խնդիրները լուծվեն։ Շատ շնորհակալ եմ։ Ձեզ աստվածուշտա, որ կարողանաք հասցնեք, ինչ որ դուք ուզում եք։ Գիտեք ինչ, իրականում այո, Աստված, բայց տվյալ դեպքում մենք ուժը ձեզանից ենք ստանում։ Հիմա այն որ դուք տենց կողքին ենք։ շնորհակալ եմ շատ։ Այն որ դուք տենց ժպտում եք, դա հավատացեք, մեզ շատ ավելի մեծ ուժ է տալիս, քան դուք պատկերացնում եք։ Հա, տենց անակնկալ ենք արել։ Նորմալ է։ Տենց միշտ բոլորի դեմքը ժպտով լինի։ Իսկ դուք թոշակ ստանում եք։ Ստանում եմ, բայց գիտեք, ես անկախից չեմ ստացել, ես նոր պետք է ստանամ։ Խնդրում ենք, այդտեղ լրացուցիչ գումար է, էլի ինչի է կորցնում։ Օրինակ։ Ձեր ընտանիքում Չի կարելի։ կներեք, մենակ եք ապրում, հա։ Իսկ որ այդ նույնը սուպերմարկետից առնեք ավելի թանկ է նստում։ Օրինակ նիրք են գնում, բանջարեղեն թանկ է նստում, դրանով ես շուկայով եմ օգտվում։ Բայց գոնե խանութից ինչ որ բան առնում եք, չէ՞։ Խանութի գոնե առևտուրը ընդդեից անեք, էլի տոկոսով Չի կարելի հանել 10, գոնե կանխիկ շուկայից գնում։ Չէ, կարելի է, բայց նկատի ունեմ, բայց դրանից արդեն հետ վճար չի երևում, որովհետև դուք երբ որ տանում եք այնտեղ վճարում, համակարգը ձեր գնումը չի տեսնում։ Գոնե 10,000 գնաց շուկա։ Իմիջայլոց հիմա նաև խանութներ են հայտնվում, որոնք բան են անում, որոնք տենց բանջարեղեն են վաճառում եւ անկանխիկ են անում։ Իհարկե դեմ չեմ այնտեղ երևի, բայց գինը երբ որ հարկը մեջն է ալնում, գինն էլ մի քիչ բարձրանում է, էլի երևի այդ տրամաբանությունը կա, բայց նաև մենք նաև ինչ ենք այդ մեր քայլի մեջ մի քիչ համարի լալա, մենք իրանցից Համաձայն եմ։ Գոնե մի 10,000 ես իրավունք ունեմ, չէ՞ հանել։ Բայց հիմա ամբողջ միտումները ամբողջ աշխարհում էլ գնում այն, որ նույնիսկ շուկայում եւ այլն, այսինքն առևտուրը, որ ասում ենք ստվերային տնտեսություն, իհարկե փոքր հատված է շատ, բայց դա էլ է ստվերային տնտեսություն։ Մեր խնդիրը ինչ է, որ մենք իրական այն հարկերը, որոնք պետքա օրենքով վճարվեն, գեներացնենք, կուտակենք միտեղ, այդ թվում վերադարձնենք, ինչի հաշվին ենք մենք թոշակը ավելացնում, որովհետև հարկային եկամուտները աճում են, այսինքն պետական բյուջեի եկամուտները աճում են, մենք նայում ենք եւ այդ թոշակները ավելացնում ենք, դրա համար այդ կարևոր գործիք է։ Ես ուրեմն հետ վճար չեմ ստանա, եթե 10,000 հանեմ, հա, ասենք։ Չէ, ձեր խանութը ինչքան առնի, այդ տոկոսի չափով կստանա։ Այսինքն հիմա 22% է, այնտեղ բան կա, այսինքն ինչքան կանխիկով անեք, դրա համեմատ կստանա, ներողություն, անկանխիկով ինչքան անեք, դրա համեմատ կստանա։ Այսինքն ինչքան շատ անկանխիկ ծախսեք, այնքան շատ կստանա։ Բայց 10,000 կարող եք հանել, հիմա ինչքան է դառնալու ձեր թոշակը։ Ես 60 եմ ստանում։ Հիմա կստանաք 70, այսինքն եթե 10 հանելու եք, այն մյուս 60-ը անկանխիկ խանութից առևտրի մասին է խոսքը, որ խանութից առևտր։ Խանութից ես կգնեմ, բարձ առանց խանութից։ Այսինքն ինչքան անեք, դրա դիմաց կարող է 1000 ստանալ, կարող է 2000, կարող է 5000, մինչև մեր հաշվարկներով մինչև 10,000 հնարավոր է։ Բայց եթե ամբողջական լինի։ Ամեն կարելի է։ Բայց քարտով ստանում, քարտով եք, չէ՞ ստանում։ Նորը, հա, ես քարտով ունեի, просто ինձ հարմար է։ Դե գիտեք, իրականում բոլորս էլ այդ փուլը անցել ենք։
Որովհետեւ բոլորս էլ այդ փուլը անցել են։ Չգիտեմ, մեծ առաջ եմ կամ դժվար օրինակ Բարև ձեզ, ինչպես եք։ Լավ եք։ Ոնց է ձեր տրամադրությունը։ Կարելի է նվիրեմ մեր սրանից ձեզ։ Իմ ձեռով փակցնեմ։ Սազում է ձեր շորի հետ ինչ այլոց։ Աշխատանք եք գնում։ Լավա ձեր գործերը տրամադրությունը։ Տրանսպորտը ոնց է աշխատում։ Աշխատանքային օրեն բայց ավելի բարդ է, չէ՞։ Նոր մի տիկին բողոքում էր, որ բանը երկար է ճանապարհը, ավելի, այսինքն դանդաղ է, գնալով ավելի դանդաղ է շարժվում տրանսպորտը։ Հիմա մենք էսա տրոլեյբուսները, պարոն Փամբուխչյան, տրոլեյբուսները երբ են գալիս։ Արդեն դուրս են գալիս։ Քանի հատ էին։ 45 հատ տրոլեյբուս։ Հա, 45 հատ տրոլեյբուս գալիս է։ Ենթադրաբար մինչև Իսկ 200 հատ ավտոբուսը երբ են գալիս։ 200 հատ ավտոբուս։ Հա, Ներեք, բամեր կանգառները երբ են սարքելու։ կանգառները երբ են սարքելու։ Ներքո գնում ենք, այսինքն ինքը ծրագիրը այլ չէ, շարունակական է։ Մի երկու տեղ տեսա կանգառներ, լավ։ Շարունակական ծրագիրը Ստե խնդիրն են, որ Մասում մի հատ ավտոբուս չկա։ Ես կանգնում Հա? եմ։ Այո, հենց կենտրոնն է, էլի, այն օրը երրորդ մասում քայլել ենք, բայց կանգառ չենք մտել, չենք տեսել։ Կան են, հերթով կան Չէ, են։ գոնի մի հատ դրվի, որ երկար է սպասում, դժվար է ինձ ոտքի վրա կանգնած մնալ։ անկեղծ ասած ունենք տրանսպորտի սահմանության հարց, բայց հիմա տեսնում եք։ Չէ, կանգառների մասին ասա։ Կանգառը, մեր կանգառում չկա նշտերի վրա։ Հերթով մի հատ կան են։ ավտոբուս չկա։ Հերթով կան են։ Ամենավատ կանգառը։ Հենց կոնկրետ որտեղին եք Հենց ասում։ նշտերի կենտրոն դեպի հայրենի։ Հրապարակ։ Հրապարակի։ Հա, վայ այն բանի այն մեծ կանգառը, հա։ Կինոսեվանի, Կինոսեվանի մոտ։ Հա դենտեղ երբեք էլ ճիշտ եք չի եղել։ Ես երկար ժամանակ այդ կանգառից եմ գործի գնացել։ Այնտեղ շատ մարդ կա, Այ։ որով բայց մի հատ ավտոբուսը պետք է։ Բայց ընդեղ գիտեք ինչ, ընդեղ իրական ուրիշ խնդրեմ կա։ Ընդեղ կանգառ դնելու տեղ էլ չկա։ Որտեւ մայթը նեղա, որ կանգառ դնենք, ընդեղ էլ անցնելու տեղ չի լինի, դրա համար չի դրվում։ Մենք կանգնած մնա։ Ես ընդեղից երևի 7-8 տարի այդ կանգառից եմ գործի գնացել, երբ որ հայկական ժամանակում էի աշխատում, ընդեղից նստում էի Սուրբ Սարգիսի մոտ իջնում էի։ Ընդեղ կանգառի տեղ ուղակի չկա, որ կանգառ դնեն, մայթը կփակվի։ Բա ինչ անենք, sense Դե ուրիշ լուծում է պետք մտածել։ կանգնած մնա։ Հա, ընդեղ ուղակի կանգառի տեղ չկա, այն բանի Կինոսեվանի մոտի կանգառի մասին ասում տիկունը։ Ես այդտեղից եմ այն ժամանակ բանից, որ ապրում էի երրորդ մասը, այդտեղից էի գործի գնում։ Ու միշտ լիք այնքան շատ մարդ է տեղը լինում։ Ամենաբազմամատ կանգառներից մեկն է։ Նույնիսկ մարդիկ, որ կանգառում հավաքվում են, էլ մայթով քայլելու համար տեղ չի լինում։ Այն դիմացի խանութի մուտքերը, բաները լրիվ փակվում են։ Բայց այնտեղ իսկապես կանգառ դնելու պետքա տեղափոխվի կանգառը ուրիշ տեղ, բայց մարդիկ սովորել են, դա էլ է։ Միշտ գնալու են այնտեղ են։ Բայց հիմա այս ավտոբուսը երրորդ մաս է գնում։ Ոչ, Բանգլադեշ։ Վարչապետ, այս ավտոբուսը գնում է դեպի Հաղթանակ։ Գնում ենք
Ճիշտ է, հաղթանակ գյուղ նկատում։ Հաղթանակ թաղամաս։ Էս ինչ ճիշտ ավտոբուս ենք։ Մենք սենց արեցինք, ասենք դուրս եկանք կանգար, ասենք որ ավտոբուսը առաջինը գա, այդ ավտոբուսը նստում ենք։ Հետո բանով չվացուցակով նայեցինք, այս մեծ էր, բոլորով կտեղավորվենք։ Նախորդը փոքր էր։ Որտե՞ց է գալիս այս ավտոբուսը։ Հա դե կարող է մասիվում առավոտը երևի մի քիչ։ Դե մասիվի բանը միշտ խցանում է։ Հիմա այս ավտոբուսների կոնդիցիոներները աշխատում են նորմալ։ Այս բանի հիմա միացրած արտադրությունները առանը Հələ բայց էսա տուգանելու են եղբայր, հələ նա ինչ նկարա կախած։ Դեմդ նա եղբայր, դեմդ նա։ Լավ նշան է։ Տեսած բայց։ Այ քեզ ման։ Հա, հետաքրքիր է։ Սենց բաներ փաստորեն դեռել է կա։ Բարև ձեզ, չհացրինք դες բարև ենք։ Իրոք ես որտեղ ենք։ շուկայի մոտ ենք, բան։ Հա դե թեքվենք իջնենք։ Թեքվում ենք, չէ։ Թեքվում է դեպի Հաջորդ կանգառին իջնենք։ Բարև ձեզ։ Եկեք համեցեք նստեք։ Եկեք անցեք, անցեք։ Լավ եք, լավ է ձեր տրամադրությունը։ Նա նվիրեմ շատ լավ։ Որ ձեզ ժպտալով տեսնում ենք լավ։ Խանուն ի՞նչ է։ Էլեն ջան, լավ ես։ Մի հատ քեզ սենց, մի հատ էլ սրանից։ Այս սենց կարած գիտես ինչ ան։ Այս թակին սենց չէ լավ չի լինի։ Դուք ավելի հարմար կգտնեք։ Հա տենց հա։ Ինչը ուղիղ եթերը։ Չեք էլ, մենք գաղտնի կպայենք, ոչ մեկին չենք ասի։ Բան չի չես նստում։ Այդտեղ հասցրեցիք շփվել, խոսացիք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հետ։ Ամենաճիշտ տեղն եք նստած դուք։ Հիմա ոչ մեկի ավելի շատ հարցերի ենթադրում եմ չունեմ։ Առողջապահության նախարարն էլ աստեղ։ Ահա, ինչ պարզվեց, այդ հարցերը լուծվեցին։ Քննարկեցիք։ Իրա կլինիկան ունի, Շատ լավ։ Էլենի հետ եւ գալիս է Երևան գնում է ուզում է ստեղի կլինիկա բացի։ Հոյակապը։ Հիմա այս ապահովագրության համակարգը նաև ներդրումների համար ոլորտում շատ մեծ հնարավորություններ է բացում, այնց որ շատ ուրախ ենք։ Այն օր հետ ենք ասում, որ առողջապահությունը ուզում ենք, որ ինդուստրիա դառնա Հայաստանում, որը Հայաստանի քաղաքացիների համար լավ է, բայց նաև շատ մեծ առողջապահական туриզմը կզարգացնի, Հայաստան մարդիկ կգան իմանալով, որ լավ առողջապահական համակարգ է։ Լավ եղեք։ Շնորհակալ եմ։ Չէ, բայց մի քիչ շենքերին մոտենան օր։ Այն խաչմերուկին նման տեղ կա, որ մի մուտքը մտնում է շուկա, մի մուտքը այգի է մտնում։ Ահա։
Յա, չգիտեի։ Հատել է թխվածք։ Չէ թխվածք։ Սա էլ ձեզ, ես էլ սուրճ կխմեք։ Հա, ոչինչ, էդ էլ կտակ ուրիշ։ Էդ էլ կտակ ուրիշ, բա ձեզ, մի հատ էլ։ Հա, իջնի։ Սա էլ ձեզ սուրճ կխմեք։